կշկուկն է, որ 30-ի թվից էս սեփական տունը կառուցվել էր 2 հարկանի, բոլոր այդ տան ապրողները այստեղ գրանցված են եղել, ովքեր ապրել են այստեղ։ Իսկ երկրորդ հարկի հարևանը, այդ Հովհաննիսյան Մարդունը, դապես գրանցված չկան այստեղ մեր տանամտանը եւ մեկի յանձեր բրիկան ամտանները։ Այն ժամանակ ընդհանուր մեծ տունը եղել, որ կառուցել է या ոստիների, աղջիկների հետ ապրել են։ Այս կշկուկն է ունեցել։ Այսինքն միակ փաստաթուղթը, որ այս պահին կա, այս տնային գրքույկն է։ Հա, տնային գրքույկը մեկ է техника рабочий բանը գազի պրոյեկտն է, որ կերսարս գազն է քաշել են, խնդրեմ։ Սի գազի պրոյեկտն է, կերսարիս անունով է, մենք այն գազի տոճկա է, մենք երկրորդ հարկը իր եղբորն է տվել։ Բոլոր այս փաստաթղթերն ունենք։ Բայց հա Հիմա խնդիրը այն է, որ երկրորդ հարկի ձեր հարևանը հասցրել է սեփականաշնորհել, դուք չեք հասցրել սեփականաշնորհել տարբեր պատճառաբանություններով։ Այո, մենք ուզեցել ենք օրինական ձևով, քանի որ մենք հիմա որպես հարևաններ առանձին ամոնետներ ենք, մենք մեր մուտքը, ելքը, ջուր լույս գազ առանձին մարդիկ ենք, որպես հարկանի հարևաններ։ Իմ զորվալցիով իրենց տունը սեփականաշնորհել կշկուկին հանել, գրանցել են, բայց մենք առեսօր չենք կարող, որ մենք մեր տունը գարական հանենք, մեր հողամասով սեփականաշնորհել։ Ես կուզեմ, որ օրենքով լինի, օրենքի սահմաններում։ Նույնիսկ ձեր հողամասն են արդեն խլում ձեզնից։ Հա, արդեն խլել են։ Փաստաթղթերն իրանց տված որոշումն է։ Որմիջերին չեն կարող որոշել իգուտ է հողը։ Ինձ հողամասը տրամադրել են, տվել են 32 քառակուսի։ Տեղը չգիտեմ, որ հողն է, օժարանության թուղթ ունենք։ Արսեն Ախրամյանի 18-ի որոշումն է, որ այդ որոշումով հաստատել է իմ հողամասը տարածքս տվել է, այս էլ իր պечатած ստորագրած հաստատած է։ Ըստ իրանք անկել են, էլի։ Մենք դիտանք այդ որոշումը։ Այս դատարանի թուղթն է, որ դատարանի վճիռով կատարվել է, դիմել եմ նաև դատարան, այո, 23 թվին, 22 թվին, 23 թվին, 24 թվի մարտին արդեն որոշումը հաստատվել է, նույնիսկ այս դատարանի որոշումը հաշվի չառան, երկրորդ քննիկով հաստատված, որ օրինական ուժի մեջ է մտած, որ փոփոխություն բերել է։ Այսինքն առաջի գծագրին որ գծվել է 14 թվին, հողերի թվերի սխալ չափագրումն եղել, բայց դրանից հետո ես չափագրում երել եմ, պечатել հաստատել։ Անդրապետական բաժին չէ։ Այսինքն իմ հողամասս է, այս իմ ավտոտնակս է, սիկ մառանս է, սիկ իմ դիմացից հողամասը, իմ հայատը, իմ ոստանս։ Այս էլ ընդհանուր իմ շենքի տակի հողամաս, որ երկու հարևան այդ նույն շենքի հողի վրա է կառուցված։ Նոր ծածկագրով, այս ծածկագրով իմ տուն մտնելով հողամաս իմ հայատս, իրենք դրել են ընդհանուր օգտագործման ճանապարհ, որ այդ ճանապարհը մենակ իմ տանս ճանապարհն է։ Նոր ծածկագիր են տրամադրել։ Այս ծածկագիրը, բայց իրենք փոխել են այդ ծածկագիրը։ Առանց ձեր թույլտվությունը։ Հա, մեզ է տեղակ չպահելով, հա, 2000-2001 թվին քարտեզավորում են, մենք տեղակ չենք եղել։ Այս վերջերս որ տարել ենք 3-4 ամիս առաջ, որ տարան գծագիրը հաստատել է, ժամանակ են այս թուղթը մեզի տվել են, այդ ժամանակ նոր մենք իմացել ենք, որ մեր դուռը տվել են ընդհանուր օգտագործման ճանապարհ։ Այս գծագիրն է, որ 14 թվին Արսեն Ախրամյանը իր երկրորդ պечатով հաստատել տվել է, այս գծագրի հիման վրա մենք մտել ենք դատարան։ Ուղղակի այս գծագրի մեջ հողամասի չափերն ավել էին գրած, որը մենք այդ տարածքը չունենք, մենք երկրորդ գծագրի ժամանակ փոփոխությունները այդ հողի վրիպումը դզել ենք։ Այս իմ հողամասն է, արդեն 70 տարի մենք ենք օգտագործել, բերկատու ծառեր ենք տնկել, համայնքապետարանը չգիտեմ ինչ վիճակներով, ինչ իրադարձություններով իմ հողամասը, իմ տարածքս, իմ ձեռքիցս խլել, տվել են ինչ որ մեկին, որ ասենք ամեն մի փաստաթուղթը օրինական ես ունեմ, իմ ձեռքում է,
Ուղղակի հիմա ես արտարություն եմ խնդրում, որ այս երկրում ինչպես նկատում եմ, չեմ տեսնում այդ արտարությունը, որ մարդիկ կարողանան իրենց սեփական տունը, այդ տարածքը, հողամասը կարողանան իրենց այնեն։ Այս իմ պատերս է, քարով շարած պատերն է, իմ ցանկապատս է, այդ հարևանները ում որ տվել են, այդ մարդիկ քանդեցին իմ ցանկապատս ու պատերս, ու այս իրավիճակն է, միշտ իմ հողամասս մշակված, քանդված, իմ բերկատու ծառերս, ուղղակի խնդրում եմ, որովհետեւ կարողանաք օգնեք վերականգնեմ իմ իրավունք։ Առաջնել էի անը, բայց մուտքը իմ հայատիս մեջից է։ Խնդրեմ, բերկատու ծառն է, ես իմ տանս տուրնոր, ես մտնում եմ հողամասից մեջ։ Ձեր երկրորդ հարկի հարևանը ունի ազգակցական կապ ձեզ հետ էս։ Այո, ամուսնուս հորեղբոր հարսն է, Երետ կապ ունենք բարեկամական։ Դե ասենք ահագին տարիներ է, որպես բարեկամներ շատ բաներ չենք տեղի տվել, բայց դե արդեն զգում ենք, որ իրանք լրիվ սահմաններն անցնում են, էլի։ Իրենք իրենց տարածքը հողամասը ունին, թող գնան օգտագործեն բարով այլեն 275 քառակուսի հողամաս ունին, թող գնան օգտագործեն, բայց իմ հողամասը 97 քառակուսի է։ Ուզեմ որ արտարություն լինի, թող ամեն մարդ իր հողի տարածքը գնա օգտագործի, կարողանանք գոնե անարտար աշխարհում կրանանք հանգիստ ապրենք։ Տիկին Սիլվա, դուք պնդում եք, որ համայնքապետարանը ձեր ձեռքից խլել է հողը, տրամադրել է ձեր ազգականին։ Ունեք այդ փաստաթղթային հիմնավորումները։ Այո, իմ ձեռքից տակ ունեմ բոլոր այդ փաստաթղթերը, որ իրենք կատաստրով, նոտարով, ինչ որ ժառանգություններ են գրանցել, ինչ որ մի բան են ներել, իմ հողամասս նոր կձագիր են գծել, հաստիափոխում են ներել, իմ հողամասս հետ կապված անուն են փոխել, բոլոր փաստաթղթերն ունեմ իմ ձեռքից տակ, ես կարող եմ բոլորը տրամադրել։ Այդ բոլորը ես կատաստրից, Գյումրիի կատաստրից ես հանել եմ, իմ ձեռքում է։ Իսկ այս խնդիրը երբ առաջացավ։ Դե արդեն 10 թվից է մենք այս խնդիրի առաջ ենք կանգնած, իսկ 23 թվականին արդեն մենք դատարան եմ դիմել, դատարանով շահել ենք, 24 թվին արդեն ուզեցանք, որ համայնքապետարան եմ տարել իմ փաստաթղթերս, որովհետեւ կարողանա հաստատել իմ տնային կշկուկս վերցնեմ, համայնքապետարանը շատ թղթեր տվին, չլչլեցին 2-3 ամիս հետո պարզվեց, որ երկրորդ հարկի իմ հարևանիս իրենք այդ իմ հողամասու իմ մառանս գրել տվել են իմ երկրորդ հարկի հարևանին։ Ու նորից ավարտյուն, նույնիսկ դատարանի որոշումը, այս համայնքապետարանի 14 թվականի համայնքապետարանի որոշումը գծագիրը հաշվի չառան։ Այստեղ դուք կոռուպցիա եք տեսնում ամենտեղ։ Անհավաղ, այո, ես այստեղ տեսնում եմ առաջնայինը կոռուպցիա, որը այս երկրում ասում են կոռուպցիա գոյություն չունի, ես անձամբ ես տեսնում եմ իմ գործին, որ դա կոռուպցիա է եւ նաեւ պաշտոնի չարաշահում։ Դե Հայաստանի քաղաքացի ես եմ, Հայաստանի քաղաքացի երկրորդ հարկի հարևանն է, այնպես որ ամեն մարդ թող իր տարածք ունենա։ Չի երևում, որ այստեղ պաշտոնի ու չարաշահում է եւ կոռուպցիա, եթե իմ սեփական 70 տարվա հողս տվել են ուրիշ մարդու։ Ինձանից խլել են, վերցրել են։ Իսկ ուր եք դիմել։ Դե դիմել եմ, դատախազություն եմ դիրել, հակակոռուպցիոն եմ դիմել եւ նաեւ դիմել եմ նորից դատարան եմ դիմել, բողոքարկել եմ, որ կարողանամ իմ հողամասը տարածքս նորից վերականգնեմ, վերցնեմ իմ հողամասս ինձ վերցնեմ։ Դուք Արթիկի քաղաքապետարանում աշխատող ճարտարապետին եք մեղադրում այս հարցի շուրջ։ Ինչ է կատարվել այդտեղ։ Իր ձեռքով է այս ամենը։ Այո, համայնքապետարանի ճարտարապետական բաժնի պետը հենց Արկադի Գրիգորյանը իր աշխատակիցների թիմերի հետ, նաև Ռեհանյան Կայանեն, Ասոյան Մերին, իրենց թիմով ոնց ասած, ոնց ուզենում, այդպես է շարժում են ժողովրդի ծերից հողը վերցնում տալիս են։ Նույնիսկ համայնքապետարանում ինձ վիավոր է դուրս են արել։ Իրանց հետ հնարավոր չէ ոչ մի գործարք, ոչ մի հարց լուծել։